Շատ եմ հավատում իրեն, միշտ խորհրդակցում եմ։ Բայց ասա, որ ես հրաժարվում եմ լսելուց մեզ։ Ինքը չի սիրում ընդհանրապես, բայց համոզում եմ մեկ-մեկ, որ լսի ուսանողներից։ Որպես հայր շատ ուժեղ, խիստ եւ միաժամանակ բարի, որպես կոմպոզիտոր շատ ինքնատիպ եւ ազգային։ Պապաս երբեք չէր մեկնաբանում, թե ինչն է իրան ոգեշնչել, բայց Սոնատինն էլ, որ գրել է ինձ նվիրել, 3 մասը, ու ով լսում է, ով ճանաչում է ինձ, ասում է, այ քեզ ենք տեսնում այնտեղ բոլոր 3 մասերում, քո բնավորությունն է արտահայտված, ասում եմ, դե կարող է պատահի, բայց երբեք այդպես շատ չի կիսվել, թե ինչն է իրան այդպես ոգեշնչել։ Կպատմեք սկզբից ձեր մասին, ոնց որոշեցիք երաժիշտ դառնալ։ Ճիշտը որ ասեմ, սկզբում չեմ մտածել, որ անպայման երաժշտությամբ եմ զբաղվելու, որովհետև ավելի շատ սիրում էի պարել ու մտածում էի, որ գնալու եմ պարի, բայց ծնողներս ճիշտն ասած որոշեցին, որ երաժշտական դպրոց գնամ, որովհետև մեկը երաժշտությունը շատ էի սիրում։ Ու ընտրել եմ դաշնամուրը, ես եմ ընտրել, այդ ընտրել եմ ես, ու այդպես Չայկովսկու անվան դպրոց, հետո կոնսերվատորիա, հետո ասպիրանտուրա, հետո դասավանդել։ Ասացիք ծնողներից դժվար էր տանը լինել երաժիշտ ծնողի հետ։ Գիտեք, երբեք չեմ սիրել պարապել, երբ որ հայրիկս տանն է եղել, այդ հստակ, որովհետև հասցնում էինք ես էլ եղբայրս էլ պարապել միջև պապայի տուն գալը։ Ոչ թե նրա համար, որ ինչ-որ կարող է ինչ-որ բան ասել, ընդհակառակը քննություններից առաջ խնդրում էինք, որ ինքը լսի, ինքը այդքան չէր սիրում, այ պարզապես, որ ոնց որ այն աշխատանքը, որը պետք է կատարենք, մի քիչ իրանից հեռու լինի, իր ժամանակ չլինի, որ ինքը տանն է։ Քիչ առաջ խոսում էինք հայ կոմպոզիտորների մասին, որոնք մոռացվել են կամ քիչ են հիշվում։ Սիմոն Հովհաննիսյանը հիշվում է որպես կոմպոզիտոր հիմա։ Երևի ես չպետք է ասեմ, դա կախված է երևի ինչքան են նվագում։ Այո, քիչ են նվագում, որովհետև իր կենթանության օրոք էլ գիտեք, ավելի շատ ընկերները, մտերիմները, ասենք թե ես որպես դուստր դաշնամուրային գործերը, ավելի շատ այդպես էր կատարվում, քան թե ինքը փորձում էր ինչ-որ առաջ մղել իր ստեղծագործությունը։ Ինքը գրում էր, ասում էր, դե մի անգամ որ կատարվի, հետո պարզ կլինի, կուզենան կկատարեն, չէ։ Դիպլոմային աշխատանքս եղել է Ռեքվիեմ Կոմիտասի հիշատակին, Չարենցի խոսքերով, դրանից հետո արդեն ընթացել է տարբեր ստեղծագործական տարբեր ուղիներով եմ ընթացել, տարբեր ժանրերում եմ ստեղծագործել, 3 կվարտետի, սիմֆոնիայի, սիմֆոնետի, դաշնամուրային գործերի, մենանվագ ջութակի, թավ ջութակի, ալպի, խմբերքերի, ռոմանսների հեղինակ եմ, երևի մի քիչ անհամեստորեն շատ բան տվեցի։ Հիմա էլ չնայած այս վերջին տարիների դժվարություններին, էլի շարունակում եմ աշխատել, չնայած այն բանին, որ ավելի քիչ է կատարվում։
Մի քանի շաբաթ առաջ համերգն էր ու նշվում էր 85-ամյակը հուշ երեկոն, անկեղծ տպավորիչ էր ու էլի իմ մոտ էլ այդ հարցը առաջացավ, ինչի շատ չի կատարվում, այսինքն գործեր կար, որ առաջի անգամ հենց այդ համերգի ընթացքում լսեցինք։ Դուք որպես դասավանդող կամերային երաժշտության, այտենց փորձում եք ներառել գոնե ձեր դասերի շրջանակում։ Ոչ, որովհետև անգամ իր կամերային ստեղծագործությունները հստակ չեն համապատասխանում մեր կոնսերվատորիայի հենց կամերային անսամբլային դասընթացին։ Բայց փորձում եմ այ ոնց որ այդ համերգին, հա, իմ նախկին ուսանողներն էին նվագում, իմ հիմնական ուսանողներն էին նվագում, առաջարկել եմ, ասել եմ, որ ուզում եմ այսպիսի բան կազմակերպել, ովքեր ճանաչել են հայրիկից մեծ խանդավառությամբ, ովքեր չէ, գուցե մի քիչ հարգելով ու սիրելով ինձ համաձայնվել են նվագել, դա ոնց որ իմ միտքները, որ ուզում էի ինչ-որ մի ձևի նշեի։ Նաև, այո, գուցե մի քիչ առաջ մտածելով, որ երիտասարդները ճանաչեն երաժշտությունը իրան, թե դե հիմա հետագայում ոնց ինչպես կցանկանան, կուզենան կմտցնեն իրանց ծրագրերի մեջ կնվագեն, չէ, դա արդեն իրանց իրավունքն է։ Կենսագրությանը ծանոթ լինելով Սիմոն Հովհաննիսյանի, կարծես ինչ-որ հաղթահարման պատմություն լինի։ Առաջին հենց ֆիզիկական, որ կորցրել էր տեսողությունը 5 տարեկանում։ Կպատմենք այն ինչ որ կարծում ենք կենսագրություններից բացի, ինչ ձևի մարդ էր, որն էր նրան առաջ մղող այդ ուժը, որ գաղափարներ։ Խիստ էր առաջի հերթին իր նկատմամբ եւ շատ բարի ու լավատես։ Արտակարգ լավատես, գուցե ես կարծում եմ, որ իր այդ լավատեսությունն էր իրան ուժ տալիս եւ նաեւ, չգիտեմ, իմ կարծիքով արտակարգ հումորի զգացողություն։ Ալտահար Յուրի Մանուկյան եւ բժիշկ Ռոբերտ Հարությունյան մի օր իմացա, որ նրանք պայմանավորվել են իրար հետ գնալ միտեղ խաշուտել, բայց ես որ իմացա իրենք ինձ տեղյակ չեն պահում։ Զանգարեցի, դուրա գիտես, վաղը մենք խաշուտել, ասում եմ, ես Ռոբերտի հետ պայմանավորվել եմ հանդիպելու, ասեցի, ասա փորձ եմ նշանակել։ Տեղն ու տեղը զանգեցի Ռոբերտին, ասում եմ, հրավիրում եմ գնանք միտեղ խաշուտել, ասում եմ, բայց յուրայի տեղ պետք է գնայի, ասում եմ, զանգի ասա, որ հերթապահ ես, կանչել են հերթապահության։ Երկուսին էլ նույն տեղը ժամադրեցի, եկան իրար հետ հանդիպեցին, շատ անհարմար վիճակի մեջ ընկան երկուսն են։ Կյանքում էլ սիրում եմ, չգիտեմ, որ մի քիչ ուրախ լինի, մի քիչ ժպիտ լինի մարդկանց երեսին, այդպիսի պահեր ստեղծել, բայց անպայման որպեսզի կատակը չվիրավորի դիմացին։ Եթե խոսացինք դուք ոնց ընտրեցիք երաժշտությունը, ինքը որտեղից հասավ երաժշտության։ Ինքը հորեղբոր տղա է ունեցել, որը շատ մեծ դեր է խաղացել իր կյանքում, երաժշտությամբ էր զբաղվում, գնում էր ջութակի եւ առաջինը ոնց որ ինքն է նկատել, որ ունի ունակություններ հայրիկս, երգում ու փորձում է նվագել դաշնամուրի վրա ինչ-որ բան ու հենց այդ հորեղբայրս է առաջարկել, որ եկեք տանք երաժշտության, ասում չեն ընդունել իրան երաժշտական դպրոց։ Պատճառը հենց չտեսնելն է, որ տնօրենը ասել է, որ ոնց պետք է սովորացնեն բանանը։ Զուտ ֆունկցիոնալ առումով այսքան անհնար էր կազմակերպել իր կրթությունը, թե մտածում էին, որ բարդությունը Պարզապես մտածում էին, որ բարդ է եւ այդ չէին պատկերացնում ոնց է պետք պարապել, հա, ոնց կարելի է սովորացնել, չտեսնող։ Հետո մեծ դժվարություններով տատիկս ամենտեղ նամակներ գրելով եւ այլն կարողացել է հասնել, որ Սայեդնովայի դպրոցում շատ նորմալ, շատ հանգիստ ստուգել են ունակությունները, առաջարկել են մի դասախոսի Եվա Գևորգյանին։ Ինքը ասել է ոչ մի խնդրեմ չկա, ես կվերցնեմ իմ դասարան։ Տեխնիկական իմաստով ոնց էր գրվում երաժշտություն, ոնց էր գրում երաժշտություն։ Բրայլյան սիստեմն է։ Սովորական, այսինքն ոնց տառերն է, բրայլյան տարբեր։ Չէ, տարբերվում է։ Երաժշտական նոտաները, բաները տարբերվում են լրիվ ուրիշ ձևի։ Նույն բրայլյան սիստեմն է, էլի նույն այդ գրիչով այդպես գրել է, բայց
տարերի միջոցով չի, այնտեղ նշանակություն ունի, որ ակտավայումա, որ նոտանա, որ գործիքի համար։ Դա առանձին այետիմ էլի հորեղբայրը, իր հորեղբոր տղան հատուկ իր հետ գնացել է մեկնել է Մոսկվա, այնտեղ կային մասնագետներ, որոնք գիտեին դա ու հայրիկիս սովորացրել են այնտեղ ինքը սովորել դա։ Սա հիմնական իրանց գրելու համար սարքավորումն է եւ գրիչը։ Հատուկ տետրերը դրվում էր այստեղ, բայց աչից ձախ գրելով, որ հետո թեքվում էր տետրը եւ ձախից աչ կարդում էին իրանք։ Իսկական ոչ մի բան հեշտ չի տրվել։ Չէ, հեշտ չի տրվել, բայց իր բնավորությամբ ինքը սիրում էր հաղթահարել։ Միապաղաղ sense լրիվ ամեն ինչը հանգիստ բանը իրան չէր հետաքրքրում։ Ընդհակառակը կարող է ինքը մի նոր բան գտներ, որ կարողանար մի նոր բան էլի հաղթահարել, մի նոր բան անցներ, մի բան էլի սովորեր կամ իմանար։ Իսկ ոնց է կարծում եք իր երաժշտության մեջ այդ գաղափարները արտահայտվում են, այդ հաղթահարումը, չգիտեմ, պայքարը։ Ոչ միշտ։ Որովհետև ինքը չէր սիրում ցույց տալ դժվարությունը։ Անգամ այդ հաղթահարելը պետք է լիներ այնպես, որ արդյունքը երևար, որ ամեն ինչը լավ է եւ ճիշտ է։ Բայց այդ դժվարությունը կարևոր չի ցույց տալ։ Դեռ դպրոցում սովորելով թույլ տեսնողների եւ չտեսնողների դպրոցում Սայաթնովան ավարտելով ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի ուսումնարան, արդեն կոմպոզիցիայի բաժին, Էդվարդ Բաղդասարյանի դասարան։ Ուսումնարանի 3-րդ կուրս անցնելով ավարտել է դպրոցը եւ տվել է գործերը համալսարան պատմության ֆակուլտետ։ Այսինքն ինքը ճիշտն ասած ուզեցել է ժուրնալիստիկայի բաժին, դա, բայց այդ տարի ժուրնալիստիկայի բաժին չի եղել ընդունելություն եւ ընտրել է պատմության ֆակուլտետ։ Համալսարանում 2-րդ կուրսը ավարտելիս ավարտել է ուսումնարանը եւ գործերը տվել է կոնսերվատորիա կոմպոզիցիայի բաժին, որտեղ ընդունվել է Էդվարդ Միրզոյանի դասարան։ Եվ համատեղ միասին սովորել է։ Նոտացել ենք Սիմոնի հետ համալսարանում, Սիմոնը սովորում էր պատմության ֆակուլտետում, ես օտարալեզուների ֆակուլտետում եւ հետո ամուսնացանք 38 տարի ապրում ենք միասին։ Սիմոնը ես շատ հուզվում եմ միշտ այն ժամանակները, երբ որ Սիմոնը ստեղծագործում ենք։ Խոսենք ոնց ծանոթացան ձեր պապան, ձեր մամայի հետ։ Մամաս իհարկե շատ էր սիրում պատմել դրա մասին։ Իրանք ծանոթացել են համալսարանում եւ ինչ որ մի երեկո է եղել, հրավիրել են ռոմանո-գերմանական բաժնի աղջիկներին, որ հայտարարել են դե ժամանակ եղել է սպիտակ պար, հա, որ աղջիկներն են հրավիրում համարտկանց, մամաս տեսել է, որ պապաս լավ է պարում, մամաս հրավիրել է պապային պարին։ Եվ այդպես ծանոթացել են, մտերմացել են, մամաս ավարտել է, մեկնել է Թիֆլիս, որովհետև այնտեղից էր ինքը, դե պապաս մի ամիս է դիմացել, հետո որոշել է, որ չէ, պետք է ամուսնանան։ Երևի թեժ նամակներ ա եղել։ Երևան, Թիֆլիս։ Ոչ թե նամակներ, այ հեռախոսակապով, այն էլ այն ժամանակ չկար հեռախոսներ տանը այդքան, ավելի շատ կանչում էին բան, պոչտա տենց կանչում էին։ Գիտեք, հետաքրքիր է, բայց իսկապես մամաս հայտարարել է հացադուլ, որ հալուրս։ Այդ պատմությունը ոնց որ կա ֆիլմը, իսկապես մամաս նույն ձևի այո հարցացնում հյուսիսից, մամաս հացադուլ է հայտարարել, բայց մեկը հարևանները պատուհանից ինչ որ ուտելիք են իրան տվել, բան, դե հետո մամայից ծնողները լավ համաձայնվել են, որ չէ, ուզում է թող ամուսնանա գնա Երևան։ Նո հետո մամաս իհարկե ամբողջ իր ընտանիքին ծնողներով, եղբայրներով, բան բոլորին կարողացավ տեղափոխել Հայաստան եւ Երևան։ Այս հոբելյանական երեկո ժամանակ, երբ որ այդ կատարումը հնչեց, ձեր մորը մամային նվիրված Սիմոն Ավանեսյանի կնոջը նվիրված, ինչ որ մտքումս այս պատմությունը քանուրը գիտե, ես ոնց մեկ կարող ինչ որ այս դրվագներն էլ կան այս երաժշտության մեջ, չգիտեմ, սպիտակ տանգոն։ Կարող է, բայց չգիտեմ։ Ամենա իր այտենց մեծ ոգեշնչումը երաժշտության մեջ որ կոմպոզիտորներ կամ ինչներ։
Ես կարծում եմ, որ հայ երաժշտությունը եւ Կոմիտաս, որովհետեւ դա անընդհատ ինքը սիրում էր կամ ինքը նվագել են, ինչ որ ուներ ինքը գրված, շատ բաները թելադրում է իրան, ինքը սիրում էր պարզապես անընդհատ դա նվագել, կամ էլ խնդրում էր, որ ես նվագեի, որ ինքը պարզապես լսեր, ոնց որ դա ժամանակ առ ժամանակ իրան պետք էր էմոցիոնալ ինչ-որ լիցքավորելու, կամ ճիշտ լարվածքի մեջ ընկնելու։ Հա, իսկ ինչ էր հատկապես շատ խնդրում ձեզ որ նվագեք։ Կոմիտաս հիմնականում խմբերքերն էի բանանում, որովհետև ինքը նաև շատ էր այ երգչախմբի երկացանկի մեջ, ինքն էր սիրում շատ նվագել եւ երգել, էդ էր սիրում ու հիմնականում Գալանտերյան եւ Սայեդնովա։ Այդ ինքն էր նվագում ու երգում։ Այ հիշում եք հենց process-ը ոնց էր աշխատանքային դրա։ Պետքա, չգիտեմ, մենակ լիներ, թե պետքա դուրս գնար։ Անպայման պետքա մենակ լիներ։ Ու դրա համար հիմնականում համարյա բոլոր իր ստեղծագործությունները ինքը ստեղծել է Դիլիջանում, կոմպոզիտորների տանը։ Մենք դուրս էինք գալիս, կամ զբոսանքի, կամ անտառ գնալու կամ ինչ-որ բան, ինքը պետք է մենակ լիներ այդ լռության, այդ ներդաշնակության մեջ թեկուզ բնության հետ, այդպես էր ինքը կարողանում։ Ով ճանաչել է համերգի ժամանակ նշում էին բացի ստեղծագործողի իր շնորհից ուներ կազմակերպելու, նախաձեռնելու մեծ ջիղ, դրա վառ օրինակներից է Կույրերի միությունում նվագախումբ, խմբակ է ոնց էր։ Սկզբում երգչախումբ, հետո ժողովրդական ժողովրդիկների նվագախումբ ստեղծել։ Ինքը աշխատում էր նաև Կույրերի միությունում որպես երաժշտական խմբագիր իրենց խմբագրությունում եւ գնացել էին Լիտվա, այնտեղ ինքը լսել էր Կույրերի միավորման երգչախումբը, պրոֆեսիոնալ երգչախումբը ու շատ էր ոգևորվել դրանով, հետաքրքրվել էր, իմացել էր, որ նաև առաջինը ստեղծվել է Բուլղարիայում, հետո նոր Լիտվայում, ոգևորվել էր եւ նպատակ դրեց, որ անպայման պետք է այստեղ էլ ստեղծի, որովհետեւ ճանաչում էր մարդկանց, որոնք սովորել էին երաժշտական դպրոցում, էլի չտեսնողներ, ունեին երաժշտական կրթություն, բայց զբաղվում էին լրիվ ուրիշ գործունեությամբ Կույրերի միությունում, հա, բայց ինքը հասավ այդ նպատակին եւ 76 թվականին ստեղծեց Կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվները։ Մեր նպատակը առաջին հերթին այն էր, որ չտեսնող երաժիշտները իրենց մասնագիտությամբ աշխատանք ունենան, երկրորդը ստանան իրենց հոգեկան բավարարվածությունը եւ երրորդը պրոպագանդել հայ երաժշտությունը, հայ կոմպոզիտորների, ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ինքը համ հայր էր, համ կոմպոզիտոր, թե ինքը կոմպոզիտոր էր, մնացած բաները, չգիտեմ, ձեր մայրն էր կազմակերպում, անում։ Ինքը առաջի հերթին հայր, ամուսին, ոչ մի հարց առանց իր բանի չէր ուզում, չէ, ամեն ինչը։ Մայրս ավելի շատ, գիտեք, ավելի իր բարությամբ, իր, չգիտեմ, իսկապես ոնց որ հրեշտակ լիներ մայրս, բոլորի նկատմամբ, ինքը պարզապես ստեղծում էր այն աուրան, այն աշխարհը, որտեղ հայրս կարող էր իր իսկական տղամարդու ձևով ամեն ինչը որոշում էր ինքը, ընտանիքի գլուխը ինքն էր։ Օրինակ, ինչ մասշտաբի։ Ոչ մի լուբոյ հարց, իսկապես։ Սկսած նրանից, թե որ ժամին ինչը պետք է արվի, ուր պետք է գնալ, ոնց է պետք է անել, ամեն ինչը։ Բոլոր հարցերը։ Գիտեք, մամայի աշխատանքի հարցերը ինքն էր լուծում, օրինակ, որ
դրվագա, պրոստը պատմեմ, որ ավարտել էր մամաս, հա, իրան ուղարկում էին ուրիշ տեղ աշխատելու, բայց արդեն ամուսնացած էին իրանք ու փաստորեն այդ իրավունքը ուներ մնալու Երևանում աշխատելու։ Ոչ մի կերպ չեն ընդունել, պապաս որոշել է, որ պետքա գնա հասնի մինչև նախարարություն, անգամ մինչև փոխնախարարը գնացել է։ Գիտեք, կռվարարել է ինքը, լուրջ եմ ասում, որովհետև փոխնախարարը ասել է, ոնց կարելի է, այդ ինչ է, բոլորը որ ուզենան մնան Երևանում ամուսնանում են, հետո ինչ որ ամուսնացել է, բան։ Պապաս լուր լսել է, ասել է, վերջացրեցիք, ասել է, այո։ Դե հիմա այս աթոռը ես կտամ ձեր գլխին, եթե փորձեք իմ կնոջը ուղարկեք ինչ որ միտեղ։ Ինքը շատ հստակ բաներ անում։ Այնպես որ չէ, կակրաս շատ հարցերում խորհրդակցել եմ միշտ պապայի հետ, որովհետև մամաս շատ փափուկ էր, շատ։ Մամաս կարող էր ամեն ինչ ընկալել այնց, ոնց որ ասենք, դե լավ, ոնց դու ուզում ես, ոնց կստացվի կամ բան։ Պապաս չէ, պապաս չոտքի կարող էր ասել, ինչը ոնց է պետք անել, իր կարծիքը։ Ու ինքը համարյա 99%-ով միշտ ճիշտ էր դուրս գալիս։ Տեսագրություն կա, որտեղ հնչում է պրեմիերան, երրորդ կվարտետի ու Էդվարդ Միրզոյանն է մի քանի խոսք ասում կվարտետի, երրորդ կվարտետի վերաբերյալ ու ասում որ ամենադժվար ժանրն է, բայց Սիմոն Հովհաննիսյանը կարացել է այդ ժանրում արժեքավոր բան անի։ Այդ կվարտետը նվիրված էր ձեր եղբորի ժողովրդուն, հա։ Այո։ Հիշատակին։ Սիմոնը մեր հայ մտավորականության ամենապայծառ դեմքերից է։ Եվ կրծքից կա, եւ ցավ կա, եւ առնականություն կա, եւ զսպվածություն կա, եւ գեղեցկություն կա, եւ տիրապետում կա այդ բարդ եւ ազնվական ժանրում։ Կա ինչ-որ ուղղորդող պատգամ, որ նույնիսկ եթե ուղղակի չի ասել, բայց թողել է ձեզ բարդ վիճակներում միշտ այդ ձեզ օգնում է։ Երկու բան, որ հստակ ինձ համար կա։ Մեկը, որ միշտ պետք է մտածել, որ լավ է լինելու ամեն ինչ եւ գնալ միշտ ուղիղ ճանապարհով։ Երկրորդը մարդկանց նկատմամբ պետք է միշտ ընկալել դիմացինին որպես շատ լավ մարդ։ Եվ մեկ էլ մի բան էր միշտ ասում, ես ճիշտ ասած սիրում եմ հիմա ասել իմ ուսանողներին, որ ինչ որ մեկը ասում է, չէ դա հնարավոր չի անել։ Պապաս միշտ ասում էր, մենակ մի բան հնարավոր չի անել, հնարավոր չի շալվարը վերևից հագնել։ Մնացածը ամեն ինչ հնարավոր է։ Դա է ինքը մեզ սովորացրել, որ ոչ մի բանից պետք չի վախենալ։ Պետք է միշտ գնալ առաջ, անգամ եթե սխալվում ես, ավելի լավ է դու սխալվես, դու ինքդ հետո ուղղես քո սխալը, քան թե կասկածներ լինի, որ ինչի չարեցի կամ վայ որ անեի սենց կլիներ։ Չէ, պետք է անպայման այդ քայլը անել, պետք է այդ ճանապարհը գնալ։